Ողջույն, Կորզարալալիք եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօր մեր հյուրն է Ֆրանսիայից Արամ Կայայան, Արամին առաջին հարցը չդված, պետք է ասեմ, որ այսօր մեր այս վերադարձող կապիտալ հաղորդման 100-րդ թողարկումն է, 100-րդ հյուրն եք դուք, Արամ ջան։ Ուզում եի իմանայի, ինչպես բոլոր հյուրերի հարցը մտալիս, երբ եք եկել ու ինչի եք հայրենադարձել։ Շատ լավ, ուրեմն ես վերադարձել եմ հայրենիք 2018 թվին, ես վաղուց ունեի այդ գաղափարը։ Ծնվել եք Ֆրանսիայում։ Այո, Ֆրանսիայի Լիոն քաղաքի մոտակայքում եւ շատ վաղուց ունեի այդ գաղափարը, ունենալով որոշ գաղափարական եւ քաղաքական կրթություն նաեւ Ֆրանսիայում, նաեւ ակտիվիստական գործունեություն, իմ մոտ շատ շուտ սերմանվեց այն հայրենասիրության արժեքը եւ նաեւ ընտանեկան կրթության շնորհիվ, իհարկե, եւ ես արդեն տարիներ առաջ, մինչև 2018 թիվը ունեի այդ նպատակը, որ պետք է մի օր հաստատվեմ, ու անկախ նրանից, թե ես հատուկ ծրագիր չունեմ այստեղ գալուց հաստատվելուց հետո, ես զորեցի այն ճանապարհը եւ հասա ստեղ ու սկսեցի զրոյից։ Զորեցիք այդ ճանապարհը, այսինքն ուզում եմ հասկանամ, դուք Ֆրանսիայում հանգիստ ապրում եք, ծանոթ եմ ես ձեր ընտանիքին, շատ հանգիստ, շատ ուրախ, մի անգամից ցանկություն ունեցաք հայրենադարձել մենակով, առանց ծնողքի, չէ՞։ Այո։ Չամուսնացած վիճակով։ Այո, այո։ Եվ դուք ապրում եք այն ժամանակվանից, որ եկել եք Գորիսում։ Ոչ, առաջ 2 տարին եղել եմ Երևանում, աշխատել եմ որպես արշավների ուղեկցորդ։ Արշավների ուղեկցորդ։ Այո։ Մասնագիտության մեջ մտնում եք, թե քանի որ այդ գործը գա աշխատել եք։ Նաև մասնագիտությամբ աշխարհագետ եմ, բայց ինչ որ կամուրջներ կառուցեցինք ու հասանք արշավներին։ Դա զորելը, որ եկաք ամեն ինչ պետք է իկանել, որ մնաք, ինչ առումով զորեցիք Հայաստան գալը։ Չսպասեցի։ Մարդիկ տարիներով սպասում են մինչև ճիշտ պահը գա, ես որը չի գալիս միշտ։ Ես չսպասեցի։ Ես մի անգամից ջղեցի։ Ջղեցիք այդ իրականությունը ու հագարակ որ գողքից ասում էին, որ հիմա ժամանակը չի, այս չի Ֆրանսիան լավ է եւ այլն այլն, բայց դուք եկաք դրանից առաջ եկել էիք հաստատ։ Իհարկե։ Ինչն էր որ ցերս գրավել ու ասել էիք, որ վերջ այլևս ես չեմ ուզում Ֆրանսիայում ապրեմ, ուզում եմ Հայաստանում, ինչն էր մարդահրավերները, Հայաստան ապրելու ցանկությունը, ուրախությունը ստեղի առօրյայով։ Ինչպես նշեցի, Ֆրանսիայի ազգայնական շրջանակների հետ շփվելով նաև սերմանվեց իմ մոտ իմ գաղափարների հետ հավատարիմ լինելու այդ կամքը, որ ամեն մեկը պետք է ապրի իր հայրենիքում։ Բացի նրանից, ես իմ ապական եւ ընդհանրապես հայ ապական տեսնում եմ միայն օրգանական հողի հետ կապով։ Իմ համար ցավոք սրտի սփյուռքը ժամանակակից, այսինքն դա ժամանակավոր երևույթ է ու ինչքան էլ այսօր ձգտում են ու շատ քրտաճանաչ հայրենակիցներ ձգտում են հայ ինքնությունը պահպանել Սփյուռքում, բայց մեկը այսօրվա աշխարհում Սփյուռքը դատապարտված է ծուլման։ Եվ այնուհետև իմ ապական որպես հայ, որպես սեփական հողի վրա իմ երեխաները որպեսի հայ մեծանան եւ հաջորդ թիվ, դրա միակ գլխավոր թիվ 1 պայմանը հայոց հողի հետ կապված լինելն է։ Ու դա որոշեցիք դեռ չամուսնացած։ Այո։ Ստեղ եկաք, չէիք ամուսնացած, երեխա էլ չունեիք։ Բայց դուք Փարիզից եկաք Երևան։ Լիոնից եկաք Երևան ու նաև աշխատեցիք, որ ստեղ գործ ունենաք, մնաք ու հետո ինչ անելու համար ձեր նպատակները, ձեր գործի մեջ զարգանալն էր, թե ինչ էր ձեր
հետաքայլերը։ Ճիշտն ասած, որ հասա այստեղ, մտա ֆրանսիական համալսարան, այնտեղ սովորեցի մարքեթինգի մագիստրատուրա, բայց դա զուտ իմ համար մի ձև էր ինչ-որ, որպեսզի այստեղ կարողանամ առաջի տարիները, դա ասինքն ոչ մտածված, Պետքական բան էր, մարքեթինգը ամեն բնակավարում կարելի է օգտագործել։ Եվ ինչպես եղավ, զուգահեռ սկսեցի առաջին աշխատանքս այստեղ, Արշավների մինչև արշավները մի քանի ամիս աշխատեցի զբոսաշրջային գրասենյակում, սկսեցի հայաստանյան նվազագույն աշխատավարձով, երբ որ Ֆրանսիայից գալիս ես ու Ֆրանսիայում ասեմ, որ ինչ որ մի ձևի կարողացել էի կայունանալ ու մի անգամից հայտնվում ես այստեղ եւ ամեն ինչ իջնում է, այո։ Բայց այդ գամավորի գարկավիճակ եք ստանում համարյա։ Պատրաստ էի դրան, միան մնալու սիրուն։ Այո, նախորոք էլ արդեն պատկերացնում էի, թե ինչ է սպասվում։ Հետագայում, որ արդեն ուղեկցորդ դարձա եւ այնուհետև COVID-ը ընկեց, այն ժամանակ նաեւ ուրիշ գրասենյակում էի աշխատում, շատ հայտնի երևանյան մի մեծ կազմակերպության համար, տուրիստական, չէ, լրիվ այլ ոլորտի, այն ժամանակ իմ գլխավոր կարելի ասած առավելությունները եղել են, որ այո, ես սովորել եմ մարքեթինգ աշխատանքային որոշ փորձ ունեմ, բայց չեմ խաբի, եթե ասեմ, որ ֆրանսերեն լեզուն ինձ շատ օգտակար է նաև եղել նույնիսկ այսօրվա իմ աշխատանքում։ Որովհետև բոլորը անգլերեն կինեն, բայց ֆրանսերեն իմացող չկա, ու շատ գարույցներ կա, որ ֆրանսերենը անհրաժեշտ է։ Եվ ֆրանսերեն, այսինքն, որ ֆրանսերեն եք ասում, բնիկ ֆրանսերենի կարիք կա, այսինքն առանց որևէ այո, կարելի ասած, որ ֆրանսերը իմ հետ հայերենի հետ զուգահեռ մայրենի լեզու է։ Հավասիկ մի փաստ, որ ֆրանսահայերը կարող են գալ ուստեղ շատ դեղերում դեղավորվել ու կորց գտնել նաև կոնե սկզբնական շրջանում։ Մենք Արամ ջան, մենք ծանոթացանք Գորիսում։ Դուք ոնց հայտնվեցիք Երևանից Գորիս, ինչպես էր այդ դեղափոխվելը։ Ուրեմն, այսպես ասեմ, մինչև իմ Հայաստան հաստատվելը իմ մի ոտը միշտ եղել է Հայաստանում, դա իշնորհիվ իմ հայրիկի, ով միշտ ձգտել է մեր կապը ամրապնդել եւ ստեղծել հայրենիքի հետ, եւ նաեւ Գորիսի հանգամանքը ասեմ, մեր քաղաքը Ֆրանսիայում Լյոնի մոտ կոչվում է Վիեն, այդ քաղաքը քույր քաղաք է Գորիսի հետ, եւ ուրեմն ես բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել ամեն տարի լինել Գորիսում, մասնակցել ծրագրերի, օրինակ Երկիր մշակույթ կազմակերպության եկեղեցիների վերականգնման եւ շատ այլ ծրագրեր, կամավորություն։ Վիենի քաղաքապետարան Գորիսի հետ։ Այո։ Նաև ասեմ, որ Վիենը առաջի քաղաքներից է եղել, ով Հայաստանի ինչ-որ այլ քաղաքի հետ քույր քաղաքի համաձայնագիր է ստորագրել։ Այո, շատ խորը արմատներ ունի։ Դա նաև հայ սփյուռքի շնորհիվ Վիենում բավականին զորավոր համայնք է եղել։ Եվ այդ կապը ստեղծելով Գորիսի հետ, դե այդ քաղաքին ոնց չսիրահարվենք, այդ Սյունիքին, այդ Զանգեզուրին, եւ բնական էր, որ ես այնտեղ պետք է հաստատվեի, նաեւ շատ արագ սովորելով այնտեղի բարբառը, եւ իմ համար շատ ցավալին այն է, որ այսօրվա Հայաստանում
ինչը որ մնացել է մեր հայրենիքից, շատ ու շատ գավառներ, տարածաշրջաններ ունեն այնպիսի բնակչություն, որի արմատները շատ խառն են, աջ ու ձախ, աքսորիալ հայեր, ամեն տեղից, Արևմտյան Հայաստանից, Բաքվից եւ այլն, Կիլիկիայից, նաեւ ներկախտ եթե ասեմ, բայց քիչ տեղեր են, օրինակ Սյունիքը, Արցախը, որտեղ կարող են գտնել այդ բնիկությունը։ Եվ իմ համար մեծ ցավ է, երբ որ աքսորիալ հայի կարգավիճակում հայտնվում ենք եւ այն կացան դադարում է եռալ, այն նույն կացան, որ տարեր շարունակ երում էր եւ տվեց լիքը մշակութային, տարածաշրջանային, գավառական մտածմունք, մշակույթ, հավանտություններ եւ եղերնը եւ ինչ որ պատահեց ինչ որ ընկեց հայ ժողովրդի գլխին, դա հանգեցրեց այդ կացայի թափման, կարելի ասած գրակը դադարեց։ Հիմա ես ուզում եմ այդ կացան նորից վարել ու մի քանի տար հետո ծորեր կամ ասված առաջ ասեն, որ մեր պապերը մի տեղից են, երկար ժամանակ առաջ եկել են այսինչ տեղից, Ֆրանսիայով են անցել, պատմում են, տենց է եղել, բայց պետք է նորից խորը արմատներ դնել ու համոզված եմ, որ տարեր հետո, եթե մենք կարողանանք լուրջ աշխատել, այդ աքսորիալի հոգեբանությունը կմեղմենք։ Ինչ հերադես մտածելակերպ է, որը ընդհանրապես հայության մեջ հերադեսությունը մի քիչ է, բայց ծեր մեջ բավականին խորացած է ու շատ եմ գնահատում, որ Լիոնից, Վիենից եկել եք Հայաստան ու հիմա Գորիսում եք ապրում, ոչ թե Երևանում, Գորիսում, որով մենք 100 հյուր ենք ունեցել, ընդամենը 3 հոգի են, որ Երևանից դուրս են ապրում, որից մեկը Թուգեկ ու ամենահեռուն Թուգեկ ոնց եք, ինչ եք անում Գորիսում։ Ուրեմն 2020 թվին, երբ որ գրիվը բախումները վերսկսեցին, մեր հայտնի թշնամու հետ եւ դա հանգեցրեց իմ կյանքի, աշխատանքի եւ հոգեբանորեն եւ ամեն ինչում մի կանգ որոշեցի, որ ես դադարեցրեցի գրասենյակից մեկնեցի միանգամից Գորիս պատերազմի օրերին եւ տարբեր ճակատներում կարողացա ամեստորեն ներկայանալ այնուհետև երբ որ նոյեմբերի 9-ի խայտարակ պայմանագիրը ստորագրվեց իմ մոտ 2 ամիս ու շատ արժանապատիվ հայերի մոտ համոզված եմ, որ ամիսներով կոմային իրավիճակ էր ստեղծվել եւ չենք հավատում։ Այո։ Չենք ուզում հավատալ։ Այո։ Եվ այդ ամեն ինչի վերջում, երբ որ կոմայից դուրս եկա, կարելի ասել, որ որոշեցի ամեն ինչ թարգել։ Այս գրասենյակային կյանքը մայրաքաղաքում ինչ որ մի հիմնարկի սեփական բիզնես հարստացնելը իմ համար չէր եւ չէի կարողանում ապրել միտեղ, բայց միաժամանակ չապրել։ Չեք համագերբում այդ ամեն վիճակը։ Ոչ։ Այդ շատ վատ վիճակին։ Այո։
Ու որոշեցիք ու քանի որ ունեի սերտ կապեր Ֆրանսիայում իմ երիտասարդական տարիներից եւ ինձ համար ստեղծեց հնարավորություն աշխատել մի կազմակերպության համար, որի անունն է Սոսարևելքի քրիստոնյաներ կազմակերպություն, ֆրանսիական կազմակերպություն է, ով 2020 թվականից արդեն գործունեություն է ծավալում Հայաստանում եւ Արցախում էլ նույնպես մինչեւ 2022 թվականի դեկտեմբերը մինչ ճանապարհը փակվեց ես այդ արիթը բաց չթողեցի եւ ամեն ինչ այստեղ թողելով որոշեցի որ պետք է Գորիսում հաստատվեմ անհապաղ հրաշալի որոշում է ու ծեր սրդի հարազատ ու վճռական այսինքն այդ կոմայից հետո գնալ ընդեղ ապրել ու ասել որ ես եմ ուզում ամեն ինչը ցերկովս անել այդ շատ կարևոր է այդ կազմակերպությունը անում էր ծրագրեր թե Արցախում հետո Արցախը դատարեց մնաց Գորիս եւ Սյունիքում չէ այդ ծրագրերին դուք մասնակցել եք քաղաքարը դվել եք իրեն ծեր միջոցով իրականացրել են ինչպես է եղել ու ինչ է կարել հիմնական մեծերից խոսակցել ուրեմն SOS կազմակերպությունից մի քանի անգամ եկել են Հայաստան 2018 թվականին մի քանի ծրագրեր իրականացել, բայց չէ եղել մշտական գործունեություն 20 թվականին ուրեմն դա երկարատև միտք էր, այսինքն իրանց մոտ, որ մի օր պետք է բացվի առաքելություն ու 2020 թվականի կռիվը, պատերազմը դա արագացրեց այդ ընթացքը եւ շատ արագ կողմնորոշվեցին, որ պետք է այստեղ առաքելություն բացվի եւ առաջի խումբը, ով ժամանեց Ֆրանսիայից, այդ խմբին ես դիմավորեցի եւ գնացինք Արցախ, մի քանի օգնություններ բերեցինք հիվանդանոցներում, դա ռմբակոծության ժամանակ ու այսպես մի քանի անգամ ինչ կարողացանք հաց ապաստարաներում օգնություն հասցնել նաեւ ամեն ձևի եւ այնտեղից արդեն կապը կազմակերպության հետ ամրապնդվեց եւ ես իհարկե նոյեմբերի 9-ից հետո անհետացա բայց մի քանի ամիս անց շատ արագ վերականգնվեց կապը եւ ինձ առաջարկվեց որ Գորիսում աշխատեմ որպես դարաձաշրջանային կառավարիչ այսինքն որպես Սյունիքի եւ Արցախի ընդհանուր ծրագրերի եւ գործունեության Գորիսը եղել է մեր առաջին մասնաճյուղը իհարկե գլխամասը հետագամ եղել է հիմա Երևանում է ունենք գործունեություն Վարդենիսում մասնաճյուղ ունեցել ենք Գյումրիում բայց փակել ենք եւ Արցախի բաղով ասեմ որ ես լինելով Գորիսում նաեւ Արցախի ծրագրերով էի զբաղվում եւ գրեթե բոլոր բնակավարերում ոլորտներում բժշկական, մշակութային, սոցիալ-տնտեսական, կրթության, ենթակառուցվածքներ եւ այլն։ Վերջի մեր ծրագրերից ասեմ, որ օրինակ հրապարակներ ենք վերակառուցել շփման գիծ գյուղերում, որտեղ երբևիցե նման բան չէր եղել ու դա նպաստում է որ այդ գյուղերում մի նոր լույս վառվի այդ գյուղերը գտնվում են դատարկման շատ լուրջ վտանգի տակ վերջերս նաև թանգարան ենք բացել Հարժիս գյուղում Սյունյաց ազատագրական պայքարի թանգարանը այլ թանգարաններ էլ բացել ենք այլ գյուղերում մեր ամենամեծ ծրագրերից նաև ասեմ որ օրինակ սրտաբանական կենտրոնում Գորիսի ֆրանսահայկական հովանավորել ենք ռենտգեն սարքավորում ճարակայթային շատ կարևոր
Գործունեությունը այդ։ Եվ Արցախում դպրոց ենք վերակառուցել, ռմբակոծված դպրոց, մասնակի եւ զանազան շատ ծրագրեր ունենք։ Եվ գալիս են դրսից գամավորներ, չէ՞, այո, դա մեր առանձնահատկություններից է, որ մենք ունենք գամավորներ, գրեթե մշտական եղանակով, հիմնականում ֆրանսիացիներ, մաքուր ֆրանսիացիներ, այո, երիտասարդ կաթոլիկ, քանի որ Սոսարևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը հիմնադրվել է ֆրանսիացի պահպանողական կաթոլիկների կողմից եւ ասեմ, որ բացի Հայաստանից աշխատում են գրեթե բոլոր միջինարևելյան երկրներում, որտեղ կան հին ավանդական քրիստոնեական համայնքներ։ Հայաստանի իրավիճակը մի քիչ տարբեր է, որովհետեւ թերևս քրիստոնյաները փոքրամասնություն չեն այս երկրում եւ մեր կամավորները մասնակցում են մեր ծրագրերին, իրանց ֆիզիկական օգնության եւ ոնց կարող են նաեւ շատ անգամ եւ գրեթե դա իրանց առօրյան է նաեւ օգնում են գյուղացիներին, օրինակ հիմա աշնանացան ծորենի եւ կարի եւ այլ գյուղատնտեսական աշխատանքների շրջան է, գնում են գյուղացիներին օգնում, համ իրանք են սովորում, դա երկկողմանյա, սա իրանց համար դպրոցի նման է, նաեւ հրաշալի ծրագիր է, այսինքն թե ստեղից թե ընդեղից համագործակցելով արդյունք եք տալիս, եթե չլինեիք, այդ չէր լինի, այդ կարևոր բան է, որ մարդիկ իրենց քաղաքարներով զարգացնում են ինչ-որ մի դեղ, ինչ-որ բնակավար, ինչ-որ մի ծրագիր են իրականացնում ու երկրին օգուտ է այդ։ Ճիշտ է, կարող է այդ պետությունը աներ 20 տարի վերջ այդ հրաբարակը կամ այդ ռենտգենը, բայց շատ ուշ է։ Մենք պետք է ինչքան կարող ենք հիմա օգնենք։ Ու ինչպես է ցերես կորձունեությունը Երևանից դուրս գալուց հետո ի վերջո մարդիկ որ առօրյա ունի, որ ուզում է նաև հաջող ստանա կյանքից, ոչ միայն կորձով, այլ նաև ընտանիքով, դուք նաև ընտանիք գազմել եք, ինչպես է ձեր ծնողքի արձագանքը դրսից, որ Վիենից եկել է Գորիս մի հատ երիտասարդ, ինչպես է այդ։ Այսպես կմեկնաբանեմ, որ երիտասարդի համար ավելի հեշտ է կտրուկ կյանքը փոփոխել, մեր ավակների ավելի մեծերի համար իրանց ձեռք բերած հարմարավետությունից հրաժարվելը շատ ավելի դժվար է եւ շատ ավելի քիչ պատկերացնելի։ Դրա համար դեր իրանց կարող եմ դեր աշխատել համոզելով, բայց գնալով համակերպվում են։ Ինչպես է ընտանիքը ձեր այնտեղ երեխա ունիք։ 2 տեղափոքրիկ Արդեն եք, հա։ Այո։ Ու ամուսնացած եք այնտեղ եք ապրում ու ժամանակ Երևան կորձելով գնում գալիս եք, այսինքն ձեր արդեն կյանքը կարգավորվել է այդ ցևով։ Այո։ Ճիշտ այդպես։ Ու ինչպես են երեխեքը գոհեն, դուք գոհ եք իրենց առօրյայից, մեր սփյուռքի առօրյան ինչպես էր փոքր ժամանակ, իրենց ինչպես է, համեմատելու դեղ կա։ Այո։ Դե նախ եւ առաջ արժի համակարգի մտածելակերպի մեծ տարբերություն կա, այլ միջավայրում են մեծանում։ Կարող եմ երկար մանրամասնել, բայց կարծում եմ ովքեր որ Եվրոպայում այսօրվա արևմտյան նամանավանդ Եվրոպայում ապրել են, գիտեն թե ինչքան մեծ լեռների տարբերություն կա, չնայած այստեղ էլ վերջերս շատ են վազում արևմուտքի հետևից, բայց քանի որ արևմուտքում էլ այդ ամեն ինչը փլուզվում է, հույս ունենք, որ մինչև այդ ստեղ էլ դա կնկատեն։ Ընդհանրապես հոգևոր ունեցող մարդիկ չեն կարող այդքան զիջել ու դեղակալից, որ այլևս չես ընդունում, ինչքան արագ է գնում այդ վադը,
Տուն միտեղ գալիս է որ արդեն ստոպ ես անում տուն եւ շատ մարդիկ միասին ու չեն գարա այդքան շուտ սենց մաքուր միջավայրները բղձեն չնայած ցանկություն կա բայց բոլորս միասին պետք է աշխատենք որ այդ ամեն ինչը չլինի այդ հենց դնից է սկսում դան մեջ եթե դու լավ ես դաստիարակում ինչքան դրսից հարվածներ է գալիս չի ազդում քո երեխեքի վրա ու հիմա ի վերջո մենք բոլորս երեխեքի համար ենք այս ամեն ինչը անում թե ծրագիրները թե կորձը թե երգիր բահելը որ իրենք ավելի լավ ապրեն քան մենք ու ինչպես է ձեր ծնողքի քնահատականը ես ձեր մարդահրավերները հաղթելու բահը հբարդեն ցեզանով հբարդեն սակայն իրավունք չունեմ սխալվելու պետք է միայն իրանց հաջողություններ ցույց տաք դե ամենատեղս դուք հիմա այս մի քանի դարվա մեջ ով որ Արամը ասում Գորիսում բոլորը գիտեն ես զարմացել էի ամենտեղ գիտեմ որ ինչքան ճիշտ ծրագիրներ եք անում ինչքան կորեկտ մարդ եք ինչքան ամեն ինչը լավ ուղղությամբ է գնում ձեր հետ ու բոլորը գիտեն ու անկիր գիտեք այդ բոլոր շրջանը կարծում եմ չէ քյուրեկյուր սահմանի ամենեկ սանտիմետրը ամենեկ քակ քյուրացին որ հետը նույնիսկ խոսում եք իրենց բարբարով ինչքան հաճելի է այդ ամեն ինչը այո դա նաև իմ մեծ հետաքրքրվածության պատճառն է որ նաև աշխարհակետի աչքը որ ամենանկյուն սիրում եմ ուշադրություն դարձնել ամեն ցար ամեն գյուղ ամեն վերաբերմունք կարելի ասած որ նաև քարտեզների վրա էլ ժամեր եմ անցկացնում ամեն օր ու դա իմ առավելություններից է ունեմ նաև թերություններ իհարկե բայց այո դա հայրենաճանաչությունը նամանավանդ է արժե համարկակը այդ բնականաբար բայց նաև ֆիզիկական հայրենիքը ճանաչելը դա նաև իմ մեծ առավելություններից է իսկ դուք որ մեկ հետեք նայում չեք ասում որ Վիենում էի ինչ միջավայր ինչ ընկերներ ինչ առօրյա մի անգամից Գորիս չգիտեմ բնությունը սահմանը մոդիկ ժողովրդի բարբարը մի անգամից այս գդրուգը քեզ ինչքան է հուզում ուրախ եք որ այս կայլին գնացիք վերջում ուրախ եմ որ ուրախության տեղը կարելի է այլ բառ օգտագործել համոզված եմ որ պետք էր ու արդեն մարդահրավերները տեսնելով ցեզ ու հաղթահարելով այո դուք ել ունեք արդեն ձեր ծրագրի մեջ ինչքան հաջողություններ ես մի քանի դարվա մեջ այո հեշտ չի բնականաբար հեշտ չի Սյունիքը մեր հայրենիքի ողնաշարն է բայց երբ որ ես ճանաչել եմ Սյունիքը դա այն ժամանակ էր երբ որ նայում ենք սարերը հերվին ու գիտենք որ այդ ամեն ինչը մեր ձեռքում է այսօր Սյունիքում ապրելը նշանակում է ամենուր հայտնվել տեսնել թշնամու ներկայությունը այնպիսի ճանապարհներով ենք անցնում դա է մեր առօրյան որտեղ այսօրվա Հայաստանում շատ քչերն են պատկերացնում որ նման ճանապարհներ կան որտեղ կարող ենք թուրքերի շարասյունի հանդիպենք նույն ճանապարհով հայկական հողի վրա այո որտեղ կարող ենք ասենք ճանապարհի վրա ենք եւ մի թուրքական տիրք ճանապարհից անմիջապես էս կողմ լինի դա Սյունիքի որոշ գյուղերի առօրյան է բայց շատ քչերն են պատկերացնում թե դա ինչ է ցավոք սրտի իրենք են որոշում քարտեզը այսօր ոչ թե մենք շատ մեր սխալների շնորհիվ երևի մեր սխալների պատճառով ամենատեղս ինչ է Արամինի երազը հայրենիքում նախ եւ առաջ մեր արժանապատվությունը վերականգնվի պետական մասշտաբի եւ
նաև վերջի վերջո անձնական եւ արդարություն ամեն առումներով այո թե ներսում թե միջազգային մեր երկրի հանդեպ արդարություն լինի այո մարդիկ արդարություն տեսնեն որ սխալներ են լինում հատկապես որոշող երկիրները մեծ որոնք չեն տեսնում հիմա Արամ ջան մենք ես շատ ուրախ եմ որ 100-րդը դուք եք որովհետեւ sense հզոր քայլ Ֆրանսիայից գալ Երևան Երևանից էլ Գորիս ու հաստատվել Գորիս ու ընտանիք գազմել ու այսքան ծրագիրների մեջ հաջողություններ գտնել իմ համար շատ կարևոր էր որ 100-րդը դուք լինեք գուրմե դուրմե շոկոլադները ունեն առավելություն որը կարելի է ինչ որ մի բան մի հատով էլ սարքել ես ցեզ եմ նվիրում գործարար ալիք վերաթարցող կապիտալ դուք 100-րդ հյուրն եք նոյեմբեր 2025 շատ շնորհակալ եմ կդանեք հաջողություն եմ մաղթում Աստված օրհնի ձեր ընտանիքը շադանակ ու հասնենք այդ երազանքի երկրին որ մենք բոլորս ցանկանում ենք շնորհակալություն